Եվ ինչպես որ մնացած մարզային այցերի ժամանակ այսօր էլ խոսակցությունների անկյունակարը խաղաղությունն էր։ Եվ բոլորը ըստ էության միաբերան ասում են, եթե խաղաղություն կա, մնացած բոլոր հարցերը լուծելի են։ Որովհետև տասնամյակներ շարունակ Հայաստանում բազմաթիվ հարցեր լուծելի չեն եղել, որովհետև մեկ հարց է եղել, որ եղել է անլուծելի, եւ այդ անլուծելի հարցը եղել է խաղաղության ու պատերազմի հարցը։ Եվ այսօր մենք, որ արդեն քայլում ենք խաղաղության միջով, նորից կան ուժեր ու մարդիկ, ովքեր ուզում են, որ մենք չհավատանք խաղաղությանը, ովքեր ուզում են, որ մենք մտածենք, որ խաղաղությունը անլուծելի մի հատ հարց է։ Եվ իմ համար ինչն է շատ զարմանալի, որ թվում է, թե պատերազմին հավատալը ավելի հեշտ է, քան խաղաղությանը հավատալը, որ շատերի համար պատերազմին հավատալը եւ պատերազմի օրակարգում ապրելն ավելի հեշտ է, քան խաղաղությանը հավատալն ու խաղաղության օրակարգի մեջ ապրելը։ Եվ այս խաղաղության օրակարգը մենք հաստատում ենք բոլորով միասին։ Եվ սա ոչ թե աշխատանք է, այլ առաքելություն է։ Եվ մենք յուրաքանչյուրս, անկախ մեր զբաղեցրած պաշտոնից, Հանրապետության վարչապետից, ազգային ժողովի նախագահից, նախարարներից, պատգամավորներից սկսած, ավականու անդամներով, կուսակցականներով յուրաքանչյուրս մեր տեղում մենք մեր աշխատանքին պիտի վերաբերվենք որպես առաքելություն։ Եվ ես հավատում եմ, որ մենք անելու ենք մի գործ, որը հիշելու են սերունդները։ Եվ մենք շատ լավ գիտակցելու ենք, որ այն գործը, այն աղյուսը, որը դրեցինք աղյուսի վրա, դա ոչ թե պարզապես աշխատանք էր, դա առաքելություն էր։ Եվ ես ուզում եմ շնորհակալություն հայտնեմ բոլորիդ այդ առաքելությունը կատարելու համար։ Շնորհակալ եմ։